А так было у нас, получается, чуть-чуть побольше. Իմ մոտ երբեք այս վերջին տարիների ընթացքում չի եղել, ընդհանրապես իմ մոտ չի եղել վախ ծովի նկատմամբ, լողալու նկատմամբ, բայց այս տարի սկսել է, որ ամեն անգամ ծով մտնելուց ոտերից տակ եմ նայում, վախում, որ հանկարծ ինչ-որ բան չգծի, ոտս խորը չգնամ եւ այլն։ Ու չգիտեմ ինչից է սկսել, ոչ մի ինչ-որ կինո, գիրք, ոչ մի բան չեմ կարդաց այտենց վախենալու կամ ինչ-որ ֆիլմ նայել վախենալու ծովի մասին։ Այսօր հոկտեմբերի 4-ն է ու իդեալական ծովի եղանակ, դեռ ոնց որ ամառ լինի դեռ, այս նշանակում Իսպանիայում ապրել։ Այստեղ Իսպանիայում իմ ամենասիրելի տեղերից մեկը սենց ասիական ռեստորաններն են, որոնք ունեն ֆիքսված մուտքի վճար անձի համար ու այնտեղ արդեն ներսում կարող ես մենյուից պատվիրել ինչ որ ուզես, ինչքան որ ուզես ու իհարկե սա իմ ամենասիրելի տեղերից մեկն է, որովհետև ես շատ եմ սիրում ասիական խոհանոց ու ծովամթերք։ Արդեն նոր տարվա դեկորացիաներն են դրել վաճառքի։ Գնացի վազելու, այսօր ուզում եմ 5 կիլոմետր հասնեմ։ Օր երկրորդ 5 կիլոմետրը վազելու համար, 5 կիլոմետրին հասնելու համար։ Երեք գրադարանից 3 հատ գիրք եմ վերցրել։ Առաջինը անգլերեն, կոչվում է Էրագոն, գրողի անունը Քրիստոֆեր Պաուլինի, ու արդեն այսքան կարդացել եմ։ Իմ ձեռքով սարքած ինձ ուղղակի ինչ-որ էջանշան եմ փորձել ստանալ։ Ու արդեն կարծիքս, քանի էջ եմ կարդացել, 20 էջ, արդեն կարծիք եմ կազմել, որ սենց մի տեսակ շատ երեխայական, թինեյջերական ինչ-որ գրվածքի տեսք ունի, երբ որ բացեցի կարդացի, թե քանի տարեկանում այս գրողը այս գիրքը գրել, 16 տարեկանում, ու իրականում ինչ-որ սենց ֆենթեզի բան էի ուզում, դրակոնների մասին եւ այլն, հետաքրքիր ֆենտեզի աշխարհ, բայց ոչ, ասենք Lord of the Rings կամ Game of Thrones, այդ միակ երկու ամենասիրած ֆանդոմներն են, ինչ որ նոր բան էի ուզում,
ու հասկացա, որ էսի այդքան էլ իմը չի, որովհետև շատ երեխայական է նկարագրությունների իր մեջ, իսկ ես ավելի սիրում եմ sense adult fantasy, այլ ոչ թե այս կատեգորիան այս գրքի որպես young adult fantasy է։ Նաև անգլերենով էլի մի գիրք եմ վերցրել, Moby Dick-ը, որը կեսը մինչև կարդացել եմ երևի, մինչև 55-րդ գլուխ կարդացել եմ ուղղակի համակարգչով։ Երբ որ գնացի գրադարան ու տեսա, որ այս գիրքը կա անգլերենով, իրականում շատ դժվար է անգլերենով գրքեր գտնելը, կոնկրետ ինչ-որ մի գիրք, որովհետև գրքերի մեծամասնությունը կամ կատալերեն են այստեղ, կամ իսպաներեն, բայց ինձ թվում է իմ բախտից է, որ Moby Dick-ը կար ու դարձեցի, որ շարունակեմ թղթի տարբերակով, ֆիզիկական ռեալ տարբերակով կարդամ, այլ ոչ թե կամպյուտերով։ Եվ երրորդ գիրքը, էլիսենց հաստափոր գիրքը, Դոնա Տարտի Տայնա Իստորիան է, այս անգլերենով գիրքը լիքը ռիվյուներ եմ տեսել, կարդացել, The Secret History, ու Դոնա Տարտը էլի երկու գիրք էլ ունի, որ շատ մեծ sense աժոտաժ առաջացնում այդ Goodreads-ում, գրքերի community-ներում, Reddit-ում եւ այլն, ու փորձեցի տամ շանս Դոննա Տարտին, չնայած մենակ ռուսերենով գտա այս գիրքը, այնտեղ անգլերենով sense երկու շարք են գրքերը իրար տակ, ռուսերենով, այսինքն մի հատ բուջորիկ շարք է, բայց իրականում շատ հետաքրքիր ընտրություններ կար գրքերի, ու որոշեցի ես մեկնի ռուսերեն կարդամ, շուտ բան ինձ ռուսերեն գիրք չեմ կարդացել, բայց ինչը ինձ իրականում այդքան էլ դուրս չի գալի, որ գրքերը տենց են սկսում, եւ որ գրքերը սկսում են ինչ-որ ցիտատներով ուրիշ գրողների, օրինակ Ֆրիդրիխ Նիցշե, իմ երևի ամենաչսիրած գրողներից մեկն է, ու իր ցիտատով է սկսվում։ Մեկ էլ միակ բանը, որ ես չկարացա չնկատեմ այս ամենաառաջին գրքի մեջ, այդ էն է, որ այս առաջին հատվածում, երբ որ գլուխներն են գրված, էջերը, անունները ու թե որ էջերի վրա է, այստեղ սենց կետիկներ է դրած, ու այս կետիկները սենց ձերով է դրած, այսինքն ինչ-որ էդիտ արած չի, հատուկ, պրոֆեսիոնալ, այլ ձերով է դրած, միտեղ սենց պրաբել կա արանքները, միտեղ պրաբել չկա եւ այլն, սենց հավասարաչափ չեն թվերը, բայց ոչինչ, իմ պերֆեկցիոնիստ ուղեղը մի ձև այդ հաղթահարեց, ամեն դեպքում անգամ տենց չսիրելով այս գիրքը որոշել եմ մինչև վերջ կարդամ, որովհետև իր գնահատականը 4-ից 7 է, 5-ից, հենց young adult fantasy ժանրում, ինձ հետաքրքիր է, թե ինչ տիպի աշխարհ է ստեղծած ու ինչ տիպի սյուժետ, որ տենց գնահատականի է արժանացել։ Ու արդեն կվերջացնեմ Moby Dick-ը ու ինձ թվում է իմ հագածից էլ երևի արդեն երևում է ու հասկանալի է, որ ես գնում եմ վազելու։ Այսօր շատ հենց հատուկ վազելու համար նախատեսված օր է, որովհետև արև չկա, նշանակում է շոկ չի լինի, ու սառը քամիկա սառնա օդը, իմ այսօրվա վազելու աութֆիթը, ու հենց խոսքիս վրա, որ արև չկա, արևը դուրս եկավ, բայց ոչինչ։ Չեք հավատա, բայց ես նորից գնում եմ վազելու։